Այս կիրակի հունիսի 22-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցի նշում է կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Միասնահեչ Մայր տաճարում տոնի առիթով ժամը 11-ին կմատուցվի տոնական սուրբ եւ անմահ պատարագ, իսկ ավարտին ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Տոնի առիթով ժողովրդի երկրպագության համար դուրս կբերվեն Տիրոջ կենաց փայտի մասունքը, Աստվածամող Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Սահակ Պարթև հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների մասունքարանը, Սկևրայի մասունքակիրպահարանը։ Ըստ եկեղեցական ավանդության Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլ կունեցավ, որտեղ միածին իջնում է երկնքից եւ ոսկե մուրճով ցույց է տալիս հայոց Սուրբ Հավատքի տաճարի կառուցման վայրը։ Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը, հին գրաբարով Էջ նշանակում է իջավ։ Էջմիածին անունը Մայր տաճարի համար առաջի անգամ օգտագործել է Ստեփանոս arczepiskopos Օրբելյանը։ Հայոց Տրդատ արքայի հովանավորությամբ կառուցվում է Աստվածածնին նվիրված կաթողիկե Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը։ Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է իջման Սուրբ Սեղանը։ Ըստ Մաղաքիա Պատրիարք Կորմանյանի ծիսական բառարանի կաթողիկե նշանակում է աթորանիստ Մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին։ Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիները ընդհանրապես։ Իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը։ Այս երեք իմաստն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր տաճարին։